Միան տապանում հյուրընկալել եմ հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանին, պարոն Մեհրաբյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Այսօր լարված իրավիճակ էր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստի մեկնարկին, հանձնաժողովը պետք է քննարկեր Հայաստանի էլեկտրական ցանցերը լիցենզիայից զրկելու հարցը։ Հավաքված լրագրողները տեսնելով ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին հիշեցնում էին, որ նա վարույթի մաս չէ եւ չպետք է այնտեղ գտնվի, իսկ Պետրոսյանը իր հերթին լրագրողներին օրդորում էր չխոչընդոտել աշխատանքը։ Արդյոք պարոն Մեհրաբյան, իշխանությունները չեն չարաշահում իրենց լիազորությունները, սրան եթե հավելենք նաև Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա Նարեկ Սամսոնյանին եւ Վազգեն Սաղաթելյանին ձերբակալելու այդ հանգամանքը, փաստերը, ասում են առնվազն խնդրահարույց է նման կերպով նրանց բերման ենթարկելը։ Ինչ վերաբերվում է հեծին, այստեղ պետությունը միայն իր պարտականություններն է կատարում եւ պարտավոր է անել այն ինչ անում է եւ պետք է շարունակի անել եւ հիմքերը բավարարեն այդ այլանդակությունները բացահայտելուց հետո հիմքերն ավելին քան կան որպեսզի այդ ընկերությունը զրկվի լիցենզիայից եւ մենք ունենանք էլեկտրական ցանցերի այլ կառավարիչ, իսկ այդ անցման շրջանում եւս մի պարտականություն պետությունը պետք է նախառողջացնի այդ ակտիվը եւ երկրորդը կառավարի այդ միջանկյալ ժամանակաշրջանում, որից հետո կազմակերպի նոր տնտեսվարողի հետ հարաբերություններ հաստատելու process-ը Այստեղ խոսակցությունները բոլորը շահարկումներ ուրիշ բան չկա, մենք չենք կարող մեր ռազմավարական ակտիվը հանձնել անպատասխանատու ինչ-որ տարրերի, որոնք ոչ միայն այսպես անբռնազբոս ձևով ինչ ուզեն եւ ինչքան ուզեն ծախսեն, չգիտեմ, պարտքով տան կամ հավելագրումներ անեն կամ գրպանեն եւ այլն մի բան էլ դեռ այլ պետության շահեր դրանով իսկ սպասարկեն կամ խոչընդոտեն էլեկտրաէներգիայի շուկայի լիբերալիզացմանը խոչընդոտեն մեր էներգետիկայի շուկայի ներքին այդ դիվերսիֆիկացիային, հա, խոչընդոտեն Հայաստանի կախվածության նվազումը, հա, ածխաջրածիններից եւ այլն։ Հետևաբար ես այստեղ որևէ խնդիր չեմ տեսնում, ավելին ով խնդիր է տեսնում, ես սա համարում եմ ուղղակի անբարոյականություն եւ սա այն դեպքն է, երբ ուղղակի պետք է իրերը կոչել իրենց անուններով։ Պետությունն այստեղ որևէ չարաշահում թույլ չի տալիս, դե իսկ երկրորդ հարցով դե կներեք եթերից հայհոյանքներ տալը 21+ բառապաշարով դա խուլիգանություն չի, բա ինչ է։ Կապ չունի ում մասին է խոսքը։ Կապ չունի ուղղակի։ Դե իսկ այն մնացած հարցերով էլ եթե հարցեր կան, թե բերման ենթարկումը ճիշտ չի արվել, ավելի ճիշտ ձև կա, համարժեք է, համարժեք չի, եթե պրետենզիա կա, դրա համար կա դատարան։ Նաև դիտարկում կար, որ մարդկանց ահաբեկելու տեսարաններ էին սպասվող ընտրությունների ֆոնին։ Դա մեկնաբանության հարց է, ահաբեկվելու հարց չկա այստեղ։ Ես մյուս կողմից էլ եթերից 21+ հայհոյանքներով խոսացողները, որ կահաբեկվեն սրանից հետո, ես դրանում միայն դրական միտում եմ տեսնում, ի վերջո եթերը աղբանոց չի։
Իսկ հեցին լիցենզիայի զրկելու այդ գործընթացը կարող էր ավելի վաղ նախաձեռնվել, պարոն Մեհրաբյան, եթե փորձենք իրավիճակին օբյեկտիվորեն անդրադառնալ, եթե օբյեկտիվորեն, ապա ինչու տեղի չունեցավ ավելի վաղ։ Իդեպ այս հարցը նաև Ռոմանոս Պետրոսյանին ներուղվում։ Ավելի վաղ կարող էր տեղի ունենալ եւ ճիշտ ժամանակը, եթե նայենք օբյեկտիվորեն, դա Էլեկտրիկ Երևանի այդ բողոքի ցույցերից անմիջապես հետո էր։ Սակայն երբ տեղի ունեցավ սեփականության փոփոխություն, իսկ ռուսական խուլիգան ընկերությունը դուրս եկավ եւ այդ ունեցվածքը հանձնեց Տաշիր գրուպին, դրանով ընդհանրապես խնդրեմը կոնսերվացվեց, բայց ոչ թե ստացավ լուծում։ Այդ ժամանակ էր պետք այս հարցերը լուծել, եւ մենք կորցրեցինք այս տարիները։ Պարոն Մեհրաբյան, վստահաբար առիթ ունեցել եք անդրադառնալու Ցորենի բեռների շուրջ այդ արկա աղմուկ աղաղակին։ Փաշինյանը երեք խորհրդարանում ըստ էության անհեթեթ անվանեց Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության այն պնդումը, թե Հայաստանը քաղաքական նպատակներից ելնելով պատրաստվում է պոկվել Ռուսաստանից եւ դրա համար ռուսական Ցորենի որոշակի մասը փոխարինում է ուկրաինականով։ Պեսկովն էլ իր հերթին նշեց, որ նման հաղորդագրությունները պատահական չեն լինում։ Ինչ կարող եք ասել այս բեռների հետ կապված, որ կողմը ավելի շատ շահարկեց իրականությունը, խնդիրը, հանգամանքը, ինչու է այս աղմուկ աղաղակը, իսկապես անվտանգային ռիսկերը այդքան մեծ են, որ այսպիսի բան է տեղի ունենում թե ներսում եւ թե Ռուսաստանի արձագանքը։ Ճիշտ ասած, այս ամենը ինչ տեղի ունենում այդ Ցորենի հետ կապված, դա շատ անեկդոտիկ է, ճիշտն ասած։ Ես նախ շատ ուրախացա, որ այդպիսի տեղեկատվություն տարածվեց, դա նշանակում է, որ Հայաստանի կառավարությունում սկսել են վճռական որոշումներ ընդունել։ Մանավանդ երբ Պեսկովն էլ ասում է, որ ռուսական հետախուզությունը անհիմն բաներ չի ասում։ Ես միայն ուրախացա դրանից, որ Հայաստանում քաղաքականությունը հաշվապահությունից այնուամենայնիվ զանազանում են եւ բոլոր պետություններն են զբաղվում առևտրով եւ ունեն առևտրային փոխադարձ հարաբերություններ, բայց միայն Ռուսաստանի նման շիզոֆաշիստական պետություններն են, որոնք այդ առևտուրը կամ այդ առևտրում առանձին ապրանքային պոզիցիաները գործիքավորում են եւ վերածում դրանք քաղաքական ճնշման լծակի։ Այսինքն զբաղված են, պարզ ասենք, միջազգային խուլիգանությամբ։ Մենք այդ օրինակը տեսանք Եվրոպայի եւ Ռուսաստանի էներգետիկ կապերի այդ պատմության մեջ, երբ դեռ Բրեժնևի ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց, թե որպեսզի մերձեցում տեղի ունենա, ընդհանուր տնտեսական շահ ձևավորենք, չէ՞։ Համաձայնություն կնքվեց Արևմտյան Գերմանիայի եւ Արևմուտքի հետ, որ կռուպի գործարանները Գերմանիայից մեծ տրամաչափի խողովակներ կմատակարարեն եւ կկառուցվի Սիբիրից մինչեւ Եվրոպա գազատար եւ գինն էլ գազով կփակվի եւ դա կբերի նրան, որ սառը պատերազմի պայմաններում, այսպես ասենք, այդ սպառազինությունների մրցավազքի պայմաններում, հա, պատերազմի վտանգը կնվազի։ Կրեմլի կաբինետներին տիրացած կազմակերպված քրեական խմբավորումը, որը պետությունը վերածել է հանցագործությունների գործիքի, հասավ նրան, որ ապրանքաշրջանառությունը Եվրոպայի հետ հասավ պատմականորեն աննախադեպ մակարդակի։ Եվ դրանից հետո, հաշվի առնելով իրենց այդ մանր քրեական
դեգեներատիվ փիլիսոփայությունը, նրանք խոսեցին, որ ահա Ռուսաստանի ձեռքում կա էներգետիկ զենք, իրենք էին ասում, եվրոպացիները սկզբից զարմացան, հետո զայրացան, հետո երբ տեղի ունեցան բախումներ, Եվրոպան ընդունեց որոշում, որ ձեր էժան գազը, նավթը մեզ պետք չի, մենք մի քիչ ավել կվճարենք, բայց ձեր հետ գործ չենք ունենա, որովհետև կան ավելի կարևոր բաներ, քան էժան ապրանքը։ Սա շատ կարևոր դաս է Հայաստանի քաղաքական գործիչների, Հայաստանի քաղաքական դասի համար։ Դա է տարբերում քաղաքական գործունեությունը չարչիությունից, այն էլ ինքնասպանության հասնող, հասկանում եք։ Եվ ես միայն ուրախացա, երբ այդ քաղաքական տրամաբանությունը համենայն դեպս կարող է որդեգրել Հայաստանի կառավարությունը ևս։ Ինչի պահանջով ես բազմիցս մամուլի հետ իմ շփումներում, ես էլ մեր կուսակցությունն էլ բազմիցս առիթ ունեցել ենք խոսելու այս մասին։ Մնացածը կապրանք կտեսնենք։ Դե իսկ ինչ վերաբերվում է Ռուսաստանի այս կախկանձին կամ խռխռոցին այնտեղից եկող, մենք դրան պետք է վերաբերվենք միայն եւ միայն փիլիսոփայորեն։ Իսկ այլ գործողություններ կարող են հետևել այդ ձեր ասած խռխռոցին ավելի ռադիկալ, չգիտեմ, հիմա եթե այսպիսի հայտարարություններ են անում, հետո անցնեն գործողությունների։ Դե էլ ասեք ինչ գործողությունների, ես կասեմ այո կամ ոչ։ Ինչ գործողությունների։ Այլ ինչ գործողություններ է մնացել, որ չի արել Ռուսաստանը։ Ռուսաստանը բոլոր հնարավոր եւ անհնարին գործողությունները փորձել է եւ փորձելու է երևի։ Եվ փորձելու է անկախ ամեն ինչից, որովհետեւ մենք Ռուսաստանի տեսակետից գործել ենք մի մեծ հանցանք։ Մեր հանցանքը հետևյալն է, որ մենք համաձայն չենք լինել Ռուսաստանի մաս, որովհետև Ռուսաստանը դիտարկում է Հայաստանին եւ ընդհանրապես բոլոր նախկին խորհրդային միության տարածքում եղած պետությունների որպես ժամանակավորապես կորցրած տարածքներ եւ որ ժամանակն է դրանք հետ բերելու։ Այսպես կարճատև պատմական թյուրիմացություն։ Եվ մենք տեսնում ենք, որ 2012 թվականից, երբ Ռուսաստանի արտգործնախարարությունը արդեն Պուտինի երրորդ ժամկետներ չէ, մի փաստաթուղթ է հրապարակում, որը կոչվում է Ռուսաստանի արտաքին քաղաքականության նոր հայեցակարգ։ Ըստ այդ հայեցակարգի Ռուսաստանը մեկնարկ տվեց դե ֆակտո նոր խորհրդային միություն ստեղծելու, որովհետև Կրեմլում սկսեցին համարել, որ դա է, որ Ռուսաստանին որպես միջազգային գործոն քաշք ավելացնի։ Եվ Ռուսաստանն այն ժամանակ էր, որ որդեգրեց ռևիզիոնիստական մոտեցումներ, որ աշխարհակարգը պետք է փոխվի, որովհետև ներկայիս աշխարհակարգում Ռուսաստանին բավարար չափով չեն հարգում։ Եվ որպեսզի հարգեն, նախ եւ առաջ Ռուսաստանը պետք է հետ հավաքի նախկին խորհրդային միությունը, առնվազն դե ֆակտո, եւ որից հետո արդեն այլ գործողություններով, այդ իրենց ասած էներգետիկ զենքը օգտագործելով, նաեւ հիբրիդային գործիքակազմը մեջտեղ բերելով իր դիրքերն ամրացնի։ Հիմա մենք տեսանք, որ գործը հասավ ինչին, գործը հասավ նրան, որ ոչ միայն Բրեժնևի ժամանակվա այդ պայմանավորվածությունները, որ նույնիսկ աշխատում էին, այլ նույնիսկ Պետրոս առաջինի ժամանակ բացած պատուհանները դեպի Եվրոպա փակվում են, Ռուսաստանը վերադառնում է մոնղոլական, միջնադարյան մոնղոլական տիրապետության ժամանակաշրջան։
Հիմա Ռուսաստանը դադարել է իր հյուսվածքով լինել, չեմ խոսում եվրոպական լինելուն ձգտող պետություն։ Վերջացել է այդ Ռուսաստանը։ Եվ դեռ երկար ժամանակ դա այդպես է լինելու։ Պուտինը ձևավորել է մի նոր հասարակարգ, բավականին դեգեներատիվ, որին պետք է ֆունկցիոնալ առումով Պուտին կամ Պուտին 1 կամ Պուտին 2 կամ հավաքական Պուտին, Պուտին ֆունկցիա, որպես այդպիսին, որը միտված է մշտական էքսպանսիայի։ Եվ Ուկրաինային պատերազմը հենց դրա մասին է։ Բայց մենք պետք է լավ հասկանանք, մենք պատմության որ կողմում ենք, եւ որ այդ կազմավորումը, այդ նոր կազմավորումը, որը ձևավորվել է Ռուսաստանի Դաշնություն պետության տեղում եւ փոխարեն, մենք չենք կարող դրա հետ որևէ ընդհանուր գործ ունենալ, որովհետեւ այն չարորակ է, թունավոր եւ վտանգավոր, գոյաբանական մակարդակի վտանգավոր։ Եվ այստեղ տնտեսական շահ, չգիտեմ, էժան, թանկ, այս կատեգորիաներով չի չափվում եւ չափվելու մեր հարաբերություններ ունենալ չունենալու վերաբերյալ այդ հաշվարկները, որոնց հիման վրա էլ մենք պետք է դիրքավորվենք Ռուսաստանի նկատմամբ։ Ռուսաստանը մեր դեմ վարում է հիբրիդային պատերազմ։ Հայաստանի իշխանությունը դա ուղիղ տեքստով է ասում, ինչի համար մղկատում է Մարիա Զախարովան, թե ինչու եք ասում։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուլբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար, հեռախոսահամար 094 115 310։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո։ Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ Այո։ Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Հրասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ The
Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Ասում է, բայց աշխատում է դրա դեմ պարոն։ Սկսել է աշխատել։ Մենք տեսնում ենք, որ շատ կոնկրետ քայլեր են արվում այդ ուղղությամբ։ Եվ այնտեղ էլ որ հոտն առել են, դե թող առնեն, ինչ ա եղել։ Մենք չենք թաքցնում եւ չպետք է թաքցնենք մեր ձգտումը զրկելու Ռուսաստանին հնարավորությունից մեր վրա ճնշում գործադրելու։ Լինի դա տնտեսական լծակով, նաև լինի դա ներսից մեր վրա հարձակվելով։ Իսկ մենք դեռ Ռուսաստանին թողել ենք այդպիսի հնարավորություններ մեզ վրա ներսից հարձակվելու։ Այդ ամենը պետք է լիկվիդացվի օր առաջ։ Ես բազմիցս եմ խոսել դրա մասին։ Մեր կուսակցությունը եւս բազմիցս խոսել է այդ մասին։ Ավելին ասեմ, այդ ներկայության շարունակականությունը շարունակաբար գայթակղություններ է ստեղծում Ռուսաստանի համար, շարունակելու իր այս քաղաքական գիծը Հայաստանի հետ կապված։ Ռուսաստանը պետք է հույսը կտրի Հայաստանից։ Հայաստանը Ռուսաստանի աչքերում պետք է դառնա անհույս այսպիսի քաղաքականության համար։ Իսկ այստեղ Հայաստանն անելիք ունի։ Հայաստանը պետք է ներսում կատարի աղբահանություն քաղաքական եւ ոչ միայն քաղաքական։ Եվ այո, իր արտաքին առևտրի կառուցվածքը փոխի Ռուսաստանին թույլ չտալով մեզ վրա ճնշել առանձին, այսպես ասենք, ապրանքային պոզիցիաներով, հա։ Պարոն Միրաբյան, Ալիևն ինչ է անում։ Մի կողմից խաղաղություն է խաղում, մյուս կողմից նաև հիբրիդային պատերազմ վարում, եթե հիշենք կամ հղում անենք նրա վերջին հայտարարություններին, այդ նկաներին իջեցված հանձնարարությունները, որ պետք է գտնել փաստական հենքեր, ապացուցելու, որ մեր տարածքները ադրբեջանական են, իրենց են վաղուց պատկանել։ Եվ սրա դեմը մենք ինչպես պետք է առնենք, որովհետև չկա հայտարարություն, չկա պատասխան, Ալիևին համարժեք գոնե թե այդպիսի գնահատականներ ամեն դեպքում ես չեմ հանդիպել, որ Հայաստանից եղել է համարժեք արձագանք, մինչդեռ ասում են, որ Ալիևը կամ Ադրբեջանը կարողանում է երկարաժամկետ կտրվածքով, այո, իջեցնել կեղծ հանձնարարություններ, հետամուտ լինել դրանց եւ թեկուզ 50 տարի հետո հասնել իր բոլոր շրջանառության մեջ դրված թեզերի լեգիտիմացմանը։ Նախ Ալիևը այն ինչ որ ասում է, Ալիևի ասածները իներցիայով տեղավորվում են Ռուսաստանի կողմից վարվող Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի շրջանակներում, որտեղ Ալիևը եւ Ալիևի ռեժիմը իներցիայով շարունակում է կատարել ռուսական կայսերապաշտության բուտ գործիքի իր գործառույթը իներցիայով որն է դրա պատասխանը գիտեք ինչ երբ ձեզ վրա մի շուն է հաչում ապա ամենավերջին բանը որ պետք է անել դա ասենք նույն շան դիրքը ընդունել եւ հաչալ շան վրա ի պատասխան հասկանում եք խոսքը դրա մասին չի կարող լինել ընդհանրապես Ալիևի ասածները, որոնք հերկվում են նույնիսկ Վիկիպեդիայի մակարդակով, իմաստ չունի մտնել այդ ոլորտը, բայց Հայաստանը պետք է պատասխան տա դրան ինչպես, գործով։ Որն է գործը։ Հայաստանը ուղղակի պետք է դառնա նորմալ պետություն։ Հայաստանի բոլոր քայլերը պետք է ուղղված լինեն դրան։ Եվ Ալիևը գա այն եզրակացության, որ ասի չասի մի հաշիվ է։ Այդ տեսակետից էլ այո Հայաստանը պետք է Ալիևի ասացի եւ չասացի հետ կապված դառնա անհույս։ Եվ եւս մի բանի վրա եմ ուզում ուշադրություն դարձնել։ Ալիևի ասածները ունեն այնքանով էֆեկտ, որքանով այդպիսին ապահովում է Հայաստանում գործող Ռուսաստանի 5-րդ շարասյունը եւ 6-րդ պալատը, որը 2 ժամից հետո այդ ամենը հայերեն թարգմանած
խոսափողերն առած յալանչիների նման պատտվում է Հայաստանի պաշտոնյաների հետևից։ Իսկ Հայաստանի պաշտոնյաներն էլի իներցիայով շարունակում են այդ ամենին իրենց պարտավորված համարել, այդ ամենին ասենք արձագանքել ուղղակիորեն։ Մինչդեռ այդ ամենը վաղուց պետք է փակվի, հասկանում եք։ Հայաստանում չի կարող լինել ժողովրդավարական շրջանակներում լեգիտիմ կամ լեգալ 5-րդ Շարասյան գործունեությունը, այլ պետության շահերի սպասարկումը, թշնամական պետության շահերի սպասարկումը Հայաստանի ներսում չի կարող ուղղակի։ Եվ ով պետք է այդ հարցը լուծի, այո պետությունը։ Պետություն ասելով ում նկատի ունենք, պետության անունից խոսելու եւ գործելու մանդատ ունեցող քաղաքական մեծամասնությունը, որը զբաղված է ամեն ինչով բացի այս գործը կատարելու։ Եվ հարց տալուց էլ տալիս է գիտահետազոտական բացատրություններ առայն թե ինչու ոչ։ Իսկ երբ խոսվում է միջազգային փորձի մասին, օրենսդրական փոփոխությունների մասին, ի հայտ են գալիս հաստագլուխ իրավաբան կոչյալները, հա, իրենց էլ կոչվում են կոնսերվատիվ իրավաբաններ, իսկ իրենց ավելի ճիշտ է կոչել Աղվան Հովսեփյանի պաչած իրավաբաններ, եւ քար են գցում ամեն ինչի վրա։ Եվ շրջանը փակվում է դրանով։ Եվ մենք նորից դոփում ենք տեղում։ Ահա եւ ողջ իրականությունը։ Սա նշանակում է, պարոն Մեհրաբյան, որ Ռուսաստանի եւ Բաքվի համար Հայաստանի այդ անհույս լինելը կարող է ապահովել նոր իշխանությունը, այլընտրանքային իշխանությունը, Փաշինյանի իշխանությունը, ինչպես տեսնում ենք, առայժմ այդ ուղղությամբ դուք էլ արձանագրեցիք կոնկրետ գործողություններ։ Տեսեք, մենք խանութում չենք, ասենք, սա լավը չի, այն կողքինը տվեք։ Թափած չի, մենք ունենք այն իշխանությունը, որ որպես ուժի ներկայացուցիչ դուք օրինակ չեք կարծում։ Մենք համարում ենք, որ իշխանությունը մինչև ընտրություններ պետք է 5-րդ Շարասյանը դուրս հանի քաղաքական process-ից, որպես լեգալ մասնակից։ Սա абսուրդ է։ Հասկանում եք, որովհետև նրանք գալիս են, մտնում են ընտրական process, կեղտոտ փողերով, հանուն ինչի։ Հանուն կեղտոտ փողերի պաշտպանության։ Սա չի կարող լինել օրինակը։ Ես հասկանում եմ կարողությունները չեն բավարարում, բայց կարողությունները մեծացնելու ճանապարհներ կան։ Եվ ոնց որ թե այդ ճանապարհների տեղերն էլ գիտեն, ձևերն էլ գիտեն, դրեք եւ արեք։ Երբ դուք խոսում եք այն երկու անձանց մասին ում հայհոյելու համար քրեական գործ են հարուցել խուլիգանության հոդվածով, Ռոբերտ Քոչարյանը անում է մասշտաբներով շատ ավելի մեծ եւ վտանգավոր այսպես վերբալ տերրոր ընդդեմ Հայաստանի Հանրապետության, քան այդ անձինք։ Երբ Մարիա Զախարովան մռմռում էր Վարդան Նիկոլաևիչի վրա այն պետության սուվերենությունը կասկածի տակ դնելու հոդվածի հարցը, չէ՞, բնականաբար հարց առաջանում, իսկ Ռոբերտ Քոչարյանի վրա ոնց չի տարածվում այդ նույն հոդվածը, հա։ Հարգելի թթվիկար իրավաբաններ, ովքեր կարող է պնդեն դրա հակառակը, գնացեք աշխատեք։ Բա դուք ինչի համար եք։ Բանակցային փաստաթղթերի հրապարակումը, պարոն Մեհրաբյան, ինչ որ բան կփոխին այդ իմաստով, նաև այդ նախկին նախագահների լռելու իմաստով, այսինքն կլինեն բացահայտումներ շրջադարձային, որոնք ոչ միայն կստիպեն փակել այդ մարդկանց բերաները, այլև ընտրությունների համատեքստում լուրջ փոփոխությունների կբերի։ Բանակցային գործընթաց։ Ես ոնց հասկացա, սպասում են ֆորմալ առումով Մինսկի խումբը փակվի,
լուծարվի, նոր բացել։ Հասկանում եմ ես այդ տրամաբանությունը եւ համարում եմ, որ այո, օր առաջ այդ ողջ բանակցային գործընթացը պետք է դառնա եւ գրքերով էլ հրապարակվի այդ ողջ արխիվը եւ դառնա հանրության համար հասանելի, բայց ոչ միայն դա, այլև քառօրյա պատերազմի զեկույցը եւ 44 օրյա պատերազմի զեկույցը, որը թթվիկար իրավաբանները ուզում են տանեն թաղեն, տանեն գցեն արխիվ։ Չեմ հասկանում ինչի համար։ Ենթադրություն էլ չկա թե ինչի համար։ Չեմ ուզում ենթադրել։ Չեմ ուզում։ Բայց ամեն դեպքում այդ զեկույցների հրապարակումը դա հարցերը առաջացնում, բացի դրանից էլ ստեղծում է բաց դաշտ մանիպուլյացիաների համար, որը մեզ ձեռ չի տալիս եւ հանդիսանում է մեր պետության համար ազգային անվտանգության սպառնալիք, որի վրա ձեռքեր են տաքացնելու մեր պետականության թշնամիները եւ դարձնելու են գործիքավորելու են այդ ամենը մեր դեմ հիբրիդային պատերազմը թեժացնելու համար։ Մանավանդ այս ամենը տեղավորվում է նախընտրական համատեքստում։ Ամփոփելով պարոն Մեհրաբյան, հիմա այդ նույն նախընտրական համատեքստում ձեր քաղաքական ուժը կամ ձեր նման քաղաքական ուժերը ինչ են կարծում, ինչ տպավորություն ունեն, մրցունակ կլինեն իրենք այդ մրցակցության պայմաններում, երբ որ դաշտում է Ռոբերտ Քոչարյանը իր ռեսուրսով, Սերժ Սարգսյանը իր ռեսուրսով, Սամվել Կարապետյանը։ Ես ասացի, երևի թե ստիպված եմ կրկնելու այդ մասով, որ մենք ամեն ինչ կանենք, որպեսզի Ռոբերտ Քոչարյան քաղաքական գործոն, Սերժ Սարգսյան քաղաքական գործոն այս ընտրություններում չլինի։ Եվ ոչ միայն նրանք, այլև բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք ֆիգուրանտ են սեպտեմբերի 18-ին Ստրասբուրգում արձակած մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավճռում։ Դուք ձեր մասով եք ասում ամեն ինչ անելու ենք, եթե այո, մենք ամեն ինչ անելու ենք, որ դրանք պետք է լուծարվեն եւ ցուցակով այդ մարդիկ ուղղակի օրենքով ցմահ արգելվի նրանց զբաղվել քաղաքականությամբ եւ ունենալ հրապարակային ելույթներ, ծավալել գործունեություն իրավական ոլորտում, նույնիսկ փաստաբանության եւ կրթական ոլորտում։ Այո, նրանց քաղաքական իրավունքները ցմահ պետք է սահմանափակվի, որովհետև նրանք պետության անունից մարդ են սպանել, հետո սպանությունը պարտակել են, հետո պետությունը զավթելով կեղծված ընտրություններով պետությունը վերածել էին հանցագործությունների գործիքի եւ հիմա նրանք հավակնում են վերազավթել պետությունը։ Չի կարող նման բան։ Եվ երկրորդը, մրցունակ կլինենք թե չէ։ Մենք եւս ոչինչ չենք խնայի մրցունակ լինելու համար եւ դաշտը աղբից մաքրելու համար։ Աղբի տեղը սովետ աշենի աղբանոցն է։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Մեծ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանի երևացող QR կոդով։